Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս, մենք խոստացել էինք, որ եթերի ընթացքում պիտի անդրադառնանք շատ կարևոր թեմայի եւ հենց հիմա ուզում ենք ներկայացնել ու լուսաբանել առաջին կարևոր նորությունը։ Պրիմավերա մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ հայերեն է թարգմանվել անսամբլային կատարողականության արվեստ ուսումնամեթոդական ձեռնարկը, որը պրոֆեսոր արվեստի պատմության գիտությունների թեկնածու Իրինա Կրասոտինայի հեղինակած ձեռնարկն է։ Այն միավորում է տեսությունն ու պրակտիկան, առաջարկելով արդյունավետ մեթոդներ անսամբլային մտածողության, երաժշտական երկխոսության եւ իհարկե ստեղծագործական համագործակցության զարգացման համար հասցեագրված թե մանկավարժներին եւ թե ուսանողներին։ Այս ամենի մասին էլ կզրուցենք մեր հյուրերի հետ։ Իսկ ես սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, տաղավարում են երաժշտագետ, Երևանի Պետական կոնսերվատորիայի դասախոս ուսումնական ձեռնարկի թարգմանիչ Նոնա Ոսկանյանը, բարի առավոտ, եւ Պրիմավերա մշակութային բարեգործական հիմնադրամի PR մենեջեր Աստղիկ Դալաքյանը, բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար եւ շատ ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել։ Երաժշտագետների համար բավականին մեծ եւ ծավալուն աշխատանք է կարել, շատ կարեւոր։ Ես ուզում եմ խոսել սկզբից այն խնդիրների մասին կամ այն մոտիվի մասին, որը ձեզ դրդեց այսպիսի գաղափար իրականացնել։ Ես եւի սկսեմ, քանի որ Պրիմավերա հիմնադրամն է նախաձեռնել, Տիկին Կրասոտինան արդեն 3 տարի է Հայաստանում, նախ ինքը Պրիմավերա հիմնադրամի կամերային անսամբլային կատարողականության բաժնի կուրատորն է, ղեկավարը, եւ 3 տարի է արդեն անցկացնում է Երևան դպրոց, եւ այդ ընթացքում իր շուրջը հավաքվեցին շատ տաղանդավոր հայ երաժիշտներ եւ պատանի թե ուսումնարաններից, թե կոնսերվատորիայից եւ համագործակցությունը ուղղակի ֆանտաստիկ էր, ինտենսիվ պարապմունքներ, համերգներ եւ այդ համագործակցության շրջանում հղացավ միտքը թարգմանել հայերեն իր հեղինակած ձեռնարկը, որի վրա նա շուրջ 2 տարի աշխատել է եւ ամփոփված է թե ավանդույթները այդ կատարողական արվեստի եւ թե իր պրակտիկ փորձը, նա Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Եվ այդպես համագործակցություն նաև ստացվեց կոնսերվատորիայի հետ եւ Տիկին Ոսկանյանը հանձն առեց թարգմանություն խմբագիրը Գայնե Հովհաննիսյանն է կրկին կոնսերվատորիայի մեր կոնսերվատորիայի արդեն պրոֆեսոր եւ այդ բաժնի ղեկավարը կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորներից։ Տիկին Ոսկանյան, ես մի հարց ունեմ ձեզ, քանի որ դուք իրականացրել եք այս ամեն ինչը, իհարկե Աստղիկ ձեզ հետ միասին, ինչով է առասարակ առանձնանում ձեռնարկը անսամբլային կատարողականության դասավանդման մեթոդաբանության մեջ, որովհետև մենք ասացինք, թե ինչ կարևոր ներդրում ունի Տիկին Կրասոտինայի այս ձեռնարկը ու ինչքան շատ տաղանդավոր երաժիշտների է կարողացել այս գրքի միջոցով, ձեռնարկի միջոցով համախմբել իր շուրջ։ Ինչ կարևոր առանձնահատկություն ունի ձեռնարկը։ Բանն անում է, որ առասարակ շատ կարևոր առանձնահատկություն ունի կամերային անսամբլի դասընթացը, ցանկացած մասնագետ երաժիշտ կատարող պատրաստելու հարցում եւ պատահական չէ, որ կոնսերվատորիական բարձրագույն երաժշտական կրթության ուսումնական ծրագրերում դա առանձին դասընթաց է կամերային անսամբլը, եվրոպական շատ երկրներում նույնիսկ առանձին ֆակուլտետ է, այսինքն ցանկացած մենակատար անցնում է այդ ճանապարհով կամերային երաժշտության միջով եւ գիտենք, որ այսօր էլ արդի աշխարհում դա շատ տարածված է երաժշտական այդ անսամբլային կատարողականությունը եւ այս իմաստով մեզանում հայերեն լեզվով գրականությունը առանձնապես շատ չէր եւ այս իմաստով այդ վարպետության դասերի արդյունքում Գայնե Հովհաննիսյանի առաջարկով այս գրքի թարգմանությունը իսկապես կարևոր նշանակություն պիտի ունենար մեր դասախոսների ուսանողների համար։ Ես ինքս էլ լինելով երաժշտագետ ոչ կատարող, սակայն աղջիկս է դաշնակարուի եւ այդ իմաստով ես գիտեմ թե որքանով են առնչվում կամերային երաժշտության հետ, թե ինչքան շատ են ծրագրերը եւ նվագացանկը եւ առանձնահատկությունները շատ մեծ հետաքրքրությամբ էի եւ կարդում եւ թարգմանում, կարծես ես էլ էի սովորում եւ մտնում այդ մասնագիտության այդ դասընթացի նրբությունների մեջ եւ կարծում եմ, որ շատ օգտակար պետք է լինի մեր դասախոսների ուսանողների համար, որովհետեւ Իրինա Կրասոտինան սովորել է նախ ինձ համար շատ այսպես կարևոր էր, որ անսահման երախտագետ է իր ուսուցիչներին, Մոսկվայի կոնսերվատորիայի շատ հայտնի պրոֆեսորներ կամերային անսամբլի
շատ մեծանուն այդպես դասավանդողներ Տատյանա Գայդամովիչին, Ալեքսանդր Բանդուրյանսկուն, իր մասնագիտական դասարանի ուսուցչին Սերգեյ Դարենսկուն եւ այդ շարունակելով նրանց ավանդույթները, նրանց կատարողական դպրոցի առանձնահատկությունները ինքը գրում է շատ հետաքրքիր եւ լեզվով եւ հարց ու պատասխանների ձևով, թե ինչ խնդիրներ են առաջանում եւ ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել։ Տիկին Ոսկյան, միշտ ես կարծում եմ դուք էլ վստահաբար դասավանդում եք եւ ինձ հետ կհամաձայնեք, որ աշակերտը միշտ ցանկացած բaragայում պետք է երախտապարտ լինի իր դասախոսին ուսուցչին, որովհետեւ միշտ վստահ եմ, թեկուզ աննշան, բայց մի բան կսովորի հաստատ միանշանակ ճիշտ եք, իրավացի եք եւ յուրաքանչյուր իսկապես երաժիշտ երևի թե գրում է իր մեջ իր ուսուցչի այդ խրատները, ասածները, ճշմարտությունները եւ շարունակում է այդ գործը եւ այդ երախտագիտությունը, այո, այդ դպրոցը, շկոլան, որ ասում ենք, եւ արվեստագետների պարագայում դա միանշանակ այդպես է եւ մեր կատարողական դպրոցն էլ գաղտնիք չէ, որ հիմնված է ռուսական կատարողական դպրոցի շատ փայլուն ավանդույթների վրա, իհարկե այսօր դրանք ավելի հարստանում են եվրոպական չափանիշներով, եվրոպական պահանջներով եւ այս իմաստով այս գրքույկի հրատարակությունը իսկապես գալիս է լրացնելու հայերեն լեզվով մասնագիտական գրականության ցանկը։ Իսկ արդյոք Գայանե Հովհաննիսյանի անունը բազմիցս նշեցիք, որը բավականին կշիռ ունեցող անուն է։ Ես ուզում եմ նաեւ համագործակցության մասին խոսեք, ինչպես ստացվեց, որ նա դարձավ խմբագիրը։ Այո, ինչպես նշեց Տիկին Ոսկանյանը, ուրեմն վարպետաց դասերի այդ կամերային դպրոցի, որը անցկացրել Տիկին Կրասոդինան, շուրջ 3 տարի արդեն, որը եւ շարունակական է լինելու ամենամյա է, մասնակցել են ուսանողներ, որոնք եղել են նաեւ Տիկին Հովհաննիսյանի ուսանողները եւ այդպիսով ստացվել է կապը։ Նախ ես նաեւ ուզում եմ ողջունել, որ կոնսերվատորիայի այս ամբիոնը շատ բաց է համագործակցության համար, հաճախ լինում է, որ դասախոսները շատ նախանձախնդիր են, միգուցե նաեւ խանդոտ են լինում ուսանողների հանդեպ, երբ որ հանկարծ ուրիշ ինչ որ դասախոսի կամ դպրոցի հետ են առնչվում, բայց այս առումով այս ամբիոն շատ բաց է համագործակցության համար, ինչից շահում են միայն ուսանողները։ Հետևաբար այս կապի շնորհիվ ստացվեց նման գեղեցիկ արդյունք, իսկ Պրիմավերա հիմնադրամը իհարկե հանձնառավ այդ ամբողջ կազմակերպչական աշխատանքները, նաև բնականաբար դա որոշակի ծախս է իրանից նախատեսում, հետևաբար իսկ ձեռնարկ ասեմ, որ անվճար է տրամադրվում։ Այո, մենք ուզում ենք դրան անդրադառնալ։ Ընդհանրապես պետք է Primavera Foundation of Armenia-ի կայքում հայտ լրացնել, թողնելով տվյալները եւ ինչի համար է անհրաժեշտ ձեռնարկը եւ այդ ձեռնարկը կտրամադրվի։ Այո, կա նաեւ donation, այսինքն ցանկացողը կարող է նաեւ իր լումաններ դնել գրքի արժեքի չափով կամ ինչքանով որ ցանկանան, որը կնպաստի ուղղակի մի ավել օրինակ մի օրինակ ավել, այո, նվիրել որևէ ուսանողի, դասախոսի կամ ուսումնական հաստատության։ Ընդհանրապես բարդություններ եղել են թարգմանական աշխատանքներում։ Գիտեք, շատ տեղին հարց եք տալիս, որովհետև երաժիշտներս գաղտնիք չէ, որ շատ ենք օգտվում ռուսերեն եզրույթներից, տերմիններից եւ մի փոքր այսպես սուղ չէ, հայերենը շատ գեղեցիկ հոմանիշներ ունի, թարգման բառեր կան, բայց քանի որ բոլորս սովոր ենք այդ երաժշտական տերմինաբանության, այո, բայց հնարավորին չափ այդ եզրույթները թարգմանվել են հայերեն եւ ես կուզենայի ավելացնել, որ գրքի այսպես առաջաբան ասեմ, թե այնտեղ տարբեր մարդկանց կարծիքներ կան եւ մեր Կոմիտաս ազգային քարյակի փառապանց դյութակահարը Էդվարդ Թադևոսյանը շատ այսպես գեղարվեստորեն է նկարագրում կամերային անսամբլային այս նվագածությունը, կատարողական արվեստ անվանելով, որ դա մի առանձին աշխարհ է, դա սեր է, երբ որ մի քանի մարդ հավաքվում են եւ միասին պիտի խոսեն, միասին, այո, մի սիրո մասին, մի սիրո գաղափարի շուրջ են հավաքվում։ Անհատ լինել
կարող են բոլորը, բայց անսամբլային մտածողությամբ առաջնորդվել ու իհարկե անսամբլային մտածողությամբ կարողանալ ստեղծել երաժշտություն, այն էլ ճիշտ, սիմֆոնիկ եւ առհասարակ դասական, մի խոսքով դա դժվար գործ է եւ դրան կարող են հասնել շատ քչերը եւ այո, անսամբլային կատարողական արվեստը շատ կարեւոր է։ Շատ հաճախ հիշում ենք նաեւ հրացանակիրների հայտնի խոսքը, մեկը բոլորի, բոլորը մեկի համար, եւ դի կարողանալ ուրեմն այդ թիմային այդ աշխատանքի, թիմային այդ ելույթի ժամանակ իսկապես շնչել արտաշնչել համատեղ միասին։ Բայց նույնպես ես միայն շնորհակալություն հայտնել, որովհետև այնպիսի աշխատանք եք կատարում, որը ոչ միայն երաժիշտների զարգացման գործում խթան է հանդիսանում, այլ նաև անհատ երաժիշտների, ովքեր կարող են դրանից օգտվել։ Ձեզ շնորհակալություն, այո, արվեստանպաստ, ազգանպաստ, ինչու՞ չէ, գործ եք կատարում։ Կուզենայի շնորհակալություն հայտնել Primavera Foundation-ին, նրա ղեկավարին Ելենա Յակովլևային, որովհետև իսկապես մշակութային հրահսկայական լավ գործունեություն են ծավալում Հայաստանի համար, հրավիրելով տարբեր շատ հայտնի ականավոր երաժիշտների, իրականացնելով տարբեր նախագծեր, շուտով սպասվում է նաև մի եւս գրքի շնորհանդես, բայց երևի գաղտնիքը չենք բացում դեռ։ Մենք անպայման մեծ սիրով կընկալենք եւ իհարկե կլուսաբանենք այդ մասին։ Այո, արխիվում ձեր հյուրերը լինելու են այդ գրքի մեղավորները այսպես։ Հրաշալի, մենք սիրով կսպասենք նրանց ու իհարկե Primavera-ին Primavera-ին հաջող ու հրաշալի ընթացք ենք մաղթում ձեզ, շնորհակալություն ձեր լուսավոր էներգիայի համար։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Մեզ հետ այս պահին ընդմիջենք գովազդով, կվերադառնանք։